Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ խոսելու ենք մենք բնականաբար առողջության մասին։ Այսօր խոսելու ենք մարդու ամենամեծ օրգանի հիվանդություններից մեկի մասին։ Իսկ ո՞րն է մարդու ամենամեծ օրգանը։ Փորձեք արագ կռահել, հիշել, գուցե դպրոցական ծրագրից, գուցե ձեր գիտելիքների պաշարների մեջ կար, ձգենք, չէ՞, մի քիչ ժամանակը, մինչև մեր հեռուստադիտողը փորձի կռահել, որն է ամենամեծ օրգանը։ Իսկ մարդու ամենամեծ օրգանը դա մաշկն է։ Մենք խոսելու ենք մաշկային խնդիրների մասին, դիտենք տեսանյութը, հետո հրավիրենք մասնագետին։ Ծծումբ, աղ, ալոեի տերևների մզվածք։ Թութանհամոնի դամբարանի հայտնագործումից հետո այնտեղ պահվող նաև այս կտածոները ուշագրավ քննարկումների առիթ դարձան։ Վարկածներից մեկի համաձայն դրանք այն միջոցներն էին, որոնք հին Եգիպտոսում օգտագործվում էին մաշկային խնդիրների, այդ թվում ակնեի ժամանակ, եւ որպես շատ անհրաժեշտ մի բան ուղեկցում էին մարդուն նաև անդրշիրիմյան կյանքում։ Դարեր անց փոխվել են պայքարի միջոցները, սակայն խնդիրն արդիական է առաջվա պես։ Ակնեն մաշկի քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է, երբ մազապարկերը խցանվում են մաշկային ճարպով եւ մահացած բջիջներով։ Այն հիմնականում ախտահարում է ճարպագեղձերով հարուստ հատվածները, դեմքը, կրծքավանդակի վերին շրջանը եւ մեջքը։ Սա ոչ միայն մաշկային, այլև լուրջ հոգեբանական խնդիր է, որն ուղղակիորեն ազդում է ինքնագնահատականի վրա։ Ակնեն համարվում է աշխարհում ամենատարածված մաշկային հիվանդություններից մեկը։ Արևմտյան երկրներում դեռահասների 80-ից 90%-ը բախվում է այս խնդրին։ Հակառակ տարածված կարծիքի այն միայն դեռահասների խնդիր չէ։ Ակնեն շարունակում է անհանգստացնել նաև 20-ից 30 տարեկանում, իսկ որոշ դեպքերում նաև 40-ից 60-ում։ Մեր ժամանակներում ակնեի բուժման համար կիրառվում են բազմաթիվ եղանակներ՝ ապրելակերպի փոփոխություն, դեղորայքային բուժում եւ ապարատային միջամտություններ։ Թեպետ հիվանդությունը հնարավոր է հաղթահարել, հաճախ մաշկի վրա մնում են հետքեր, որոնք հետագայում դառնում են էսթետիկ խնդիր։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ իմ հյուրն է մաշկաբան Նարինե Պարսանյանը։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Եվ այսպես, այնուամենայնիվ, կոսմետոլոգ թե մաշկաբան։ Առհասարակ մաշկի մակերեսինի հայտ եկած ցանկացած տիպի ցանային էլեմենտի արկայության պարագայում առաջին հերթին պետք է դիմել բժիշկ մաշկաբանի։ Վերջ, կոսմետոլոգները հիմա նեղացան ձեզանից, մի քիչ էլ ինձանից, բայց ոչինչ, հիմա կարծում եմ միասին կնայենք հաղորդումը։ Գնացինք։ Եվ այսպես բժշկուհի փորձենք նախ եւ առաջ հասկանալ, թե ինչ է չարաբաստիկ ակնե ասածը։ Ակնեն մազային ֆոլիկուլների եւ ճարպագեղձերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է։ Ավելի պարզ ձևով հիվանդություն է, որը դրսևորվում է մազապարկերի եւ ճարպագեղձերի մակարդակում։ Սկզբնական փուլում ունենում ենք ճարպագեղձերի աշխատանքի ակտիվացում արյան մեջ շրջանառվող անդրոգեն կոչվող հորմոնների ազդեցության պարագայում։ Ճարպագեղձերը նորմայից ավել ճարպ են արտադրում, որը կուտակում է ճարպագեղձի ծորանում։ Նորմայում մեր մաշկի մակերեսային շերտի բջիջները անընդհատ թարմացվում են, իսկ այս պարագայում մահացած բջիջները կուտակում են մազապարկի ելանցքի հատվածում, այստեղ նաև փակվում են։ Այդ պարագայում ակտիվանում են այնպիսի բակտերիաների տեսակներ, որոնք հենց մեր մաշկի նորմալ միկրոֆլորայի բաղադրիչներ են։ Եվ դրա արդյունքում թողարկվում է բորբոքման process-ը։ Սակայն կարևոր է հստակեցնել այն միտքը, որ այս բոլոր մեխանիզմները չէին կարող իրագործվել, եթե մենք չունենայինք գենետիկական նախատրամադրվածություն։ Այսինքն բուժառուները, որոնք հետագայում ունենալու են ակնե ախտորոշումը, ծնվում են որոշակի ժառանգական հատկանիշներով, առանձնահատկություններով, որոնք կյանքի ընթացքում ինչ-ինչ հրարիշների ազդեցության տակ դրսևորվելու են արդեն ակնեի տեսքով։ Բա մենք էլ գիտենք սխալ բաներն են, սնունդն է, չգիտեմ, ինչ որ սխալ օճառներն են շամ, դու մի ասա գենետիկա։ Ձեր թվարկածը այո, հրահրիչներ են, բայց հիմնական թողարկող մեխանիզմը գենետիկական նախատրամադրվածությունն է։ Իսկ ո՞նց կարող եմ իմանալ, օրինակ իմ մոտ կա այդ գենետիկական նախատրամադրվածությունը, թե ոչ։ Եթե ծնողների մոտ, ազգականների մոտ դրսևորվել է ակնեն որպես ախտորոշում, ապա ըստ ամենայնի գենետիկական ծանրաբեռնված հիմք ունեք։ Մենք ունենք այստեղ տարբեր խնդիրներ մաշկային։ Այստեղ ցանի հիմնական տարրերն են, որոնք դրսևորվում են մաշկի մակերեսին տարբեր մաշկային հիվանդությունների դեպքում։ Իհարկե այստեղ ներկայացված են այն հիմնական էլեմենտները, որոնք հենց ակնեին են բնորոշ, բայց հաճախ նույն ցանային էլեմենտը տարբեր մաշկային հիվանդությունների դեպքում հնարավոր է դրսևորվի։ Լավ, եկեք փորձենք տարբերակենք։ Օրինակ սա
Այս սև կետիկներով շատ-շատեր մարդիկ տեսնում են սնդեմքի Այո, վրա։ բոլորից հայտնի սև կետերը իրականում բաց կոմեդոններն են։ Զուգահեռ ներկայացված է ակնեի դրսևորումը։ Հաջորդիվ տեսնում ենք փակ կոմեդոններ, թարախաբշտիկներ, Հազար ներողություն, էս էլ է թարախ, էս էլ է թարախ, էս էլ է թարախ։ Սրանք տարբեր են։ Կախված նրանից, թե բորբոքային process-ը որ մակարդակում է տեղի ունենում, ըստ այդմ ցանային էլեմենտը իր տեսքով, իհարկե այդ ամեն ինչը կարելի է բացահայտել զուտ ախտահյուսվածաբանական քննությամբ հասկանալու համար, որ մակարդակում ունենք մազապարկի ծորանի խցանում եւ այնտեղ ինչ ունենք կուտակված, ըստ այդմ ցանային էլեմենտի առանձնահատկությունը կարող ենք քննարկել։ Դա գենետիկորեն նախատրամադրվածությամբ պայմանավորված ճարպագեղձի ակտիվ աշխատանքն է, որի հետևանքով ճարպագեղձերը փակվում են եւ ոչ թե փակվում են, այլ առաջացած ճարպը գերարտադրության հետևանքով արտադրված ճարպը խցանում է մազապարկի ելանցքը խցանում է եւ դրա հետևանքով միանում է ինֆեկցիան եւ մենք ունենում ենք այստեղ թարախային բորբոքային էլեմենտներ։ Վտանգավոր է արդյոք։ Եթե գնահատենք վտանգավորության աստիճանը, ապա բարդությունների ռիսկն է շատ չբուժվելու պարագայում, սակայն կյանքին վտանգ սպառնացող խնդիրների սովորաբար չենք հանգում։ Լավ, ինչ կապ ունի սնունդը։ Մեր սեղանին ինչ ենք մենք տեսնում, գազավորված խմիչք, կաթ, շոկոլադ, շոկոլադ, մրգային յոգուրտներ, կետչուպ, մայոնեզ։ Այս բոլորը համարում են բարձր գլիկեմիկ Սրա մեջ ճարպ չկա։ Այո, ճարպ չկա։ Պարտադիր չի ճարպ լինի ինչ-որ սննդատեսակի մեջ, որպեսզի այն հրահրի ակնեն կամ առաջացնի ճարպագեղձերի ակտիվ աշխատանք։ Առհասարակ բարձր գլիկեմիկ ինդեքսով սննդամթերքները, որոնց մեջ հիմնականում գազավորված ըմպելիքներն են, քաղցրավենիքները, քաղցր հյութերը, արագ սնունդը, սպիտակ ալյուրից պատրաստված մթերքները տանում են նրան, որպեսզի օրգանիզմում արտադրվի ինսուլին, իսկ ինսուլինը իր հերթին հորմոն է, որը ակտիվացնում է ճարպագեղձերի աշխատանքը։ Այսինքն պարտադիր չի, որ սնունդը լինի ճարպոտ, որպեսզի ճարպագեղձերի ակտիվ աշխատանք ունենա։ Լավ, հիմա եկեք փորձեմ հասկանալ։ Ունենք դեռահաց, որը մաշկին ունի ակնե, որը նեղվում է, հիմա իրան ինչ ենք ասում ենք, չգիտեմ, գազավորված խմիչք չխմի, շոկոլադ չուտի, յոգուրտներ, կետչուպ, մայոնեզ, սահմանափակի։ Այո, ցանկալի է բացառի այդ ամենը սննդակարգից, եթե հատկապես ինքը ունի այս ամեն ինչը որպես հրահրիչ իր ակնեի դրսևորումների մեջ։ Ունեք խնդիր, մի խմեք, ունեք խնդիր, մի կերեք, իհարկե այն ինչ իսկ կան ակնեի համար օգտակար սննդատեսակներ, որոնք օգնում են արագ որպեսզի բուժվի։ Արագ բուժմանը սովորաբար սննդատեսակները չեն, այլ սննդատեսակների բացառումը, որոնք հրահրում են ակնեն եւ արդեն դեղորայքային բուժման հետ զուգակցում։ Վնասակարը միայն ունեն։ Օգտակար ազդեցություն առհասարակ մաշկի վրա հակաբորբոքային էֆեկտով սննդատեսակները հիմնականում մրգերը, բանջարեղենները, այսինքն առողջ սնունդն են։ Դիտարկենք նաեւ այն փաստը, որ ոչ բոլորի մոտ է տվյալ տեսակի սննդատեսակները տանելու ակնեի սրացման, ինչպես արդեն սկզբում ասեցի, եթե բուժառուն ունի գենետիկական նախատրամադրվածություն, այս բոլորը հրահրիչներ են, որոնք կյանքի ինչ-որ փուլում տանելու են արդեն ակնեի դրսևորում։ Աշխարհում չկա արդարություն։ Մարդիկ կան, որ խիստ հետևում են դիետային ու միևնույնն է իրենք ունենան ակնե, իսկ մարդիկ կան, որ ինչ ուզում ուտում խմում են ու իրենք ակնե չունեն։ Այո, որովհետև չունեն գենետիկական այն առանձնահատկությունները, որ արդարություն չկա։ Լավ, գնացինք առաջ շատ հաճախ, երբ որ նման խնդիր է ունենում, օրինակ իմ գործընկերը ինչ է անում, ամեն անգամ 1000 անգամ ասել եմ, մի շպարվի։ Ամեն անգամ տեսեք, այսպես հաստ շերտով շպարը դեմքին գալիս է հաղորդում վարելու, չեմ հասկանում ինչի համար, որպեսզի թաքցնի ակնեն։ Հիմա օրինակ դուք ակնե տեսնում եք։ Ոչ բնական։ Որովհետև շպարի տակ է մնացել։ Ինչ կասեք։ Շպարվելը հակացուցված չէ ակնեի պարագայում։ Բացատրեմ թե ինչու։ Բայց մենք միշտ ասում ենք, որ չի կարելի, չէ՞ որ մենք դրանով ավելի խնդիրը ոչ թե շպարվելն է, այլ ոչ համապատասխան դիմահարդարման միջոցներ ընտրելը։ Այժմ կոսմետիկ տարբեր խնամքի միջոցներ արտադրող կազմակերպությունները ունեն հենց խնդրահարույց մաշկերի համար նախատեսված դիմահարդարման տարբեր միջոցներ։ Մարդը գնա ինքնուրույն ընտրի շպարի միջոցներ, ճիշտ չի, եթե ունի այս խնդիրը, բայց կարող է մաշկաբանի հետ կամ կոսմետոլոգի հետ քննարկել եւ ընտրել այն, ինչը որ ճիշտ է եւ կարող է մենք կարող ենք դրանով այսպես թաքցնել խնդիրը, որովհետև դա շատ-շատերի համար տհաճ է։ Շատ բուժառուների մոտ ակնեի ցանային էլեմենտների առկայությունը առաջացնում է անհարմարության զգացողություն, հնարավոր է նույնիսկ սոցիալական միջավայրից մեկուսացում։ Մենք ունենք նաև հոգեբանական բաղադրիչը, այս պարագայում ավելի լավ է բուժառուն թաքցնի իհարկե մաշկի տիպին համապատասխան միջոցներով խնդիրը, քան ունենանք մնացած բարդությունների դրսևորումը։ Ինքնաբուժման ամենամեծ խնդիրները, ամենաշատ տարածված սխալը, որ դուք տեսել եք։
Հաճախ բուժառուները մեզ դիմում են ինքնուրույն ինչ-որ բուժման տարբերակներ արդեն ընտրած հարևանների, ծանոթների կամ շրջապատում այն մարդկանց շնորհիվ, ովքեր ունեն տվյալ ախտորոշումը, ինչպես նաև արհեստական բանականության հետ զրույցների արդյունքում սովորաբար օգտագործում են կիտրոնից պատրաստված ինչ-որ դիմակներ, օգտագործում են սպիտակ օճառ, չարաշահում են սև օճառ, ատամի մածոկի կիրառումը, մաշկին ոչ համապատասխան մի քանի ակտիվ բաղադրիչներով խնամքի միջոցների ընտրությունը, ինչի արդյունքում մենք ունենում ենք մաշկի պաշտպանական շերտի վնասում, ունենում ենք մաշկի գրգռում, չորացում եւ դրանի պատասխան արդեն փոխհատուցողական մեխանիզմով կրկին ակտիվացնում ենք ճարպագեղձերը։ Այսինքն ավելի լավ է ժամանակ, գումար եւ էներգիա խնայելու նպատակով առաջին հերթին դիմել մաշկաբանի, ով արդեն մաշկի տիպին համապատասխան բուժում կնշանակի։ Մենք խոսում ենք դեռահասների մասին, մարդիկ կան 40 տարեկանում ունեն ակնե։ Այո։ Իրենք դեռ երիտասարդ են։ Բոլոր տարիքային խմբերում ակնեն կարող է արտահայտվել։ Եթե մենք ունենք ակնեի զարգացման ռիսկ, ապա կյանքի ցանկացած փուլում կարող ենք ունենալ ակնեի սրացում։ Այսինքն դրանք ամբողջ կյանքում չպիտի ուտեն կետչուպ, մայոնեզ։ Եթե հստակ կապ իրենք տեսել են իրենց ակնեի սրացման եւ այս մթերքների մեջ, այո, ցանկալի է սահմանափակել այս ամենի օգտագործումը, բայց ինչպես ասացի, այս ամենը անհատական բնույթ է կրում։ Ինչպես նաև մրգային յոգուրտներ։ Ձեզ չի կարելի։ Ակնեն կարող է դրսևորվել անգամ նորածնային տարիքում։ Մենք ունենք նորածնային ակնե ախտորոշում, մորից ստացած հորմոնների ազդեցության տակ ճարպագեղձերի ակտիվ աշխատանք է դիտվում, սակայն սա անցողիկ եւ բուժում չպահանջող խնդիր է եւ ժամանակի ընթացքում ինքնուրույն անցնելու է։ Իսկ ավելի մեծ տարիքում 40 անձանց մոտ ակնեի հրահրմանը կարող են նպաստել սովորաբար հորմոնալ փոփոխությունները, որոնք տեղի ունեն ծննդաբերության, կրծքով կերակրման ընթացքում, սթրեսը այս տարիքում որպես հրահրիչ կարող ենք դիտարկել, ինչպես նաեւ այն հրահրիչները, որոնց արդեն անդրադարձանք, այդ թվում նաեւ սնունդը։ Վերջին հարցս բուժումը։ Ճիշտ է, մենք ունենք քրոնիկական խնդիր, բայց ամեն դեպքում սրացումների ժամանակ համապատասխան բուժումով հնարավոր է հասնել ավարտին, եւ եթե մաշկի հետագա խնամքը ճիշտ կազմակերպվի, ապա հնարավոր է երկար ժամանակ դադարներով առաջ գնանք։ Ակնեի բուժման մեջ կիրառում ենք թե արտաքին, թե ներքին կիրառման տարբեր տեսակի դեղորայքներ, կախված ծանրության աստիճանից, ընդ որում գոյություն ունեն սանդղակներ ակնեի ծանրության աստիճանը որոշելու, տարբերակում ենք թեթև, միջին եւ ծանր աստիճանի ակնեներ, թեթև միջին ակնեի տեսակների ժամանակ սովորաբար օգտագործում ենք միայն արտաքին կիրառման, այսինքն տեղային դեղամիջոցներ։ Իսկ ավելի ծանր արտահայտումների անպարագայում ունենք տեղային բուժման անարդյունավետություն, սպիների զարգացման ռիսկ, ինչպես նաև հոգեսոցիալական վիճակի վատթարացում, այդ պարագայում ցուցված է արդեն համակարգային բուժում, այսինքն դեղորայքը բերանացի տարբերակով է բուժառուն ստանում։ Շնորհակալություն։ Այսօր մեր տաղավարում մաշկաբան Նարինե Պարսամյանն էր, եկավ մեզ զրկեց կետչուպից, մայոնեզից, արևի մասին չհասցրեցինք պատմել, իսկ արևը նույնպես կապ ունի ակնեի հետ։ Դրական, բացասական, այդը չեմ ասելու, այդ այնց մնացեք, հետևեք, մյուս հաղորդումների ժամանակ ասենք։ Թե ասենք, դրական թե բացասական։ Մի բառով։ Եվ դրական, եւ բացասական։ Ահա, այս նոտայի վրա մենք սահմանափակում ենք հաղորդման այս հատվածը, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը, արդեն ծնողների դպրոցն է եթերում, որտեղ մենք սովորում ենք բոլորս մեր երեխաներին ճիշտ խնամել։ Իսկ իմ հյուրը այսօր մանկաբույժ, մանկական եւ մեծահասակների եւ մատոլոգ Կարունիկ Էքսուզյանն է, դիմավորենք։ Իսկ թեման հեմորագիկ վասկուլիտ։ Ողջույն բժշկուհի։ Այ հիմա մենք հենց նկարի վրա ունենք հեմորագիկ վասկուլիտի պատկեր եւ եթե մեր հեռուստադիտողը այսպես առաջի հայացքից նայի, առաջի բան, եթե մենք չասեինք, կասեին, ինձ թվում է 100-ից 95-ը կասեին ալերգիկ ցան։ Այո։ Իսկ դուք էլ չեք շփոթվել։ Երբեմն մենք ինքներս էլ կարող ենք շփոթել ցանը, այո։ Այսինքն այդքան նման է։ Իրականում զննման ժամանակ, երբ որ մենք մատով սեղմում ենք ցանին, իր անհետացումը վկայում է ոչ հեմորագիկ ցանի մասին։ Իսկ այն դեպքում, երբ որ ցանը մատով սեղմելիս չի անհետանում, նման է արյունազեղման, երբեմն դրան կարող են լինել միաձուլվող կամ երբեմն անգամ կապտուկների տեսքով, մտածում ենք հեմորագիկ վասկուլիտի մասին։ Լավ, եկեք փորձենք բացատրել ինչ է նշանակում հեմորագիկ վասկուլիտ։ Հեմորագիկ վասկուլիտը իրենից ներկայացնում է մանր անոթների
անոթների բորբոքում։ Սովորաբար հանդիպում է երեխաների շրջանում եւ հիմնականում պատճառը վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիաներն են, սակայն երբեմն պատճառը անգամ անհասկանալի է լինում։ Այս հիվանդության պատճառով առաջանում է մանր անոթների բորբոքում, որի հետևանքով առաջանում է անոթների պատի թափանցելիության բարձրացում։ Դրա պատճառով անոթի պատը դառնում է անկայուն եւ ունենում ենք նմանատիպ արյունազեղումների նմանվող ցանց։ Մենք տեսնում ենք այդ կարմիր կետիկներն ենք տեսնում, այսինքն ի վերջո մենք արյունն ենք տեսնում, եթե այսպես կոպիտ ասած, այո։ Հա։ Եվ ինչով է դա վտանգավոր։ Վտանգավոր չի, ուղղակի ասում է, որ այնտեղ մենք ինֆեկցիա ունենք, վիրուս ունենք։ Իրականում հիվանդությունը ունի իր բարդությունները, իր վտանգավոր հետևանքները, այսպես ասած, քանի որ ոչ միայն մաշկն է ընդգրկվում process-ի մեջ, այլ նաև տարբեր օրգան համակարգեր կարող են ընդգրկվել։ Այսինքն այնտեղ էլ կարող է նույնը լինել, մաշկից բացի ներքին օրգաններում նույնպես կարող է այս պատկերը։ Այո, ներքին օրգաններում մանրանոթները եւս կարող են բորբոքվել։ Եվ դա կլինիկորեն դրսևորվում է օրինակ արյունամիզությամբ, մեզում արյան հայտնվելով կամ աղիքային արյունահոսության երբեմն կարող է բերել։ Վախենա։ Ըստ էության ժամանակին բուժման պարագայում նման բարդությունները կառավարելի են եւ սովորաբար հեմորագիկ վասկուլիտի ելքը բարենպաստ է։ Հիմնականում ինքն իրեն չի անցնի։ Դեպքերի մեծամասնությունում ինքը ինքնավլավացող process է, այո։ Հասկացա։ Ինչին ուշադրություն դարձնի եւ ինչ միջոցներ ձեռնարկի մայրիկը, որ տեսավ երեխային, իդեպ դա միանգամից է տեղի ունենում, այսինքն երեխան նորմալ մաշկային ծածկույթներով գնաց քնելու, առավոտյան արթնացավ ցանավորված, թե դանդաղ Սովորաբար հենց այդպես է լինում է, հանկարծակի կարող են նկատել ցանավորումը, որը աստիճանաբար ավելանում է։ Երբեմն ցանը կարող է չլինել առաջին կլինիկական դրսևորումը, երբեմն կարող է ստորին վերջույթների ցավով արտահայտվել, ապա նոր նկատեն ցանավորումը։ Ծնողը պետք է ուշադիր լինի այդ ցաներին եւ ժամանակին դիմի մանկաբույժի, հեմորագիկ վասկուլիտի կասկածի դեպքում արդեն ուղղորդվի նեղ մասնագետի խորհրդատվության։ Բացի ցանից կարող են դիտվել նաեւ այտուցներ, ենթամաշկային այտուցներ, որոնք բավականին ցավոտ են լինում եւ ելի անոթների թափանցելիության բարձրացման հետևանքով առաջանում։ Երեխաներն են սովորաբար հիվանդանում։ Սովորաբար մինչև դպրոցական տարիքի երեխաներն են, մինչև 8-9 տարեկան, սակայն ավելի բարձր տարիքում եւս հանդիպում։ Լավ, խնդիրը հասկացանք, ունենք, դիմեցինք բժշկի, բժիշկը ինչ որ դեղորայք եք նշանակել, մոտապես որ խմբի դեղորայք է նման դեպքում։ Դրանք ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքներն են, իբուպրոֆեն, դիկլոֆենակ նման շարքի դեղորայք։ Լավ, արդյոք մենք քանի որ գիտենք, որ տարբեր տեղեր է ախտահարում, խնդիր ունենք օրինակ դիետայի հետ նման պացիենտների մոտ։ Որևէ հատուկ դիետա չկա հեմորագիկ վասկուլիտի դեպքում, պարզապես ծնողին ցուցվում է որևէ գրգռող սնունդ, կծու, թութու չօգտագործել։ Ինչքան ժամանակից կանցնի։ Տևողությունը տարբեր է լինում, 1-2 շաբաթ միջինը, սակայն երբեմն կարող են լինել ավելի համառ ընթացքով կլինիկական դեպքեր եւ միշտ ծնողին բացատրում ենք, որ վասկուլիտը կարող է ունենալ նաեւ ալիքաձև ընթացք, առաջին ամիսների ընթացքում, այո, ցանը կարող է անհետանալ, պակասել եւ նորից նկատենք ցանային ակտիվ ալիք։ Ինչ չի կարելի անել։ Միայն լինում են դեպքեր, երբ որ էլեմենտները դառնում են ավելի վերքային, նման դեպքում պարզապես տեղային անտիսեպտիկ նյութով մշակում է պահանջում, ուրիշ որևէ բանի կարիք չի լինում։ Վախենալու առանձնապես բան չկա, պետք է դիմել բժշկին, խոսել, հասկանալ, եթե պետք է որոշակի դեղորայք ստանալ, բայց նաև համոզված լինել, որ մոտապես մի 2 շաբաթ հետո ամեն ինչ կկարգավորվի ու երեխան էլ խնդիր չունենա։ Սովորաբար այո։ Սովորաբար այո, հիշեցնեմ, որ սա ծնողների դպրոցն է, խորհուրդներ մայրիկներին, հայրիկներին, տատիկներին, պապիկներին, ամենակարևորը մեր լավագույն մասնագետների կողմից։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը Գարունիկ Էքսուզյանն էր, մանկաբույժ, մանկական եւ մեծահասակների ռևմատոլոգ։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր կխոսենք պոստակնե սպիերի մասին։ Պոստակնե սպիերը դրանք մաշկի ռելիեֆի փոփոխություններն են, անհարթություններն են, որոնք սովորաբար առաջանում են ակնեի բորբոքային շրջանի անցնելուց հետո։ Գոյություն ունեն մի քանի տեսակ պոստակնե սպիեր։ Դրանք են ատրոֆիկ տեսակը, հիպերտրոֆիկ, կելոիդ տեսակը։
Ամենահաճախ հանդիպող տեսակը ատրոֆիկ տեսակն է, երբ որ սպիի հատակը ներընկած է, այսինքն փոսընկած տեսք ունի։ Սպիի առաջացման մեխանիզմում ընկած է երկար բորբոքման ժամանակ մաշկի շարակցական հյուսվածքում տեղային սպիտակուցի քայքայումը։ Սպիերը լինում են թարմ եւ ավելի հին սպիեր։ Բնականաբար բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է, երբ որ թարմ սպիերն են սկսում բուժել։ Սակայն գոյություն ունեն նաև բուժման այնպիսի պրոտոկոլներ, որոնք աշխատում են նաև հին սպիերի վրա։ Ամենահաճախ հանդիպող պոստակնեսպիերը դրանք ատրոֆիկ սպիերն են։ Դրանց բուժման մեջ կիրառում ենք հետևյալ միջամտությունները։ Առաջին սուբսիդիա, դա իրենից ներկայացնում է քիչ ինվազիվ բժշկական միջամտություն, երբ հատուկ ասեղի միջոցով մաշկի տակ կտրում ենք ֆիբրոզ թելերը։ Դրանք այն թելերն են, որոնք ձգում են սպիի հատակը դեպի ներքև։ Մյուս միջամտությունը միկրոնիդլինգն է, որը կարող են կատարել ինչպես դերմափենի միջոցով, այնպես էլ RF միկրոնիդլինգի միջոցով։ Այնուհետև կիրառում ենք լազերային միջամտություններ։ Ցանկալի է այս պրոցեդուրան կատարել կուրսով 30 օրը 1, 3-ից մինչև 5 անգամ։ Միկրոասեղավորման ժամանակ մաշկում բացվում են միկրոանցքեր, որոնք խթան են հանդիսանում հետագայում մաշկում կոլագենային թելերի սինթեզին։ Պոստակնե հետքերի բուժման ընթացքում եւ ինչպես նաեւ վերջում շատ ցանկալի է կատարել նաեւ բուժական պիլինգներ։ Սնվենք հաճույքով եւ մնանք առողջ մեր հաջորդ խորագիրն է, որտեղ մենք պատրաստում ենք միաժամանակ առողջ եւ իհարկե հաճելի մեր քիմքին սնունդ։ Այսօրվա իմ հյուրն է Ինեսսա Խաչատրյանը, գաստրոենտերոլոգ, ողջույն բժշկուհի, եւ իհարկե Նայինե Ալեքսանյանը, մեր խոհարարը, ողջույն Նայինե ջան։ Մեզ համար պատրաստում է ամեն անգամ շատ համեղ ուտեստներ։ Այսօրվա թեման փորկապությունն է։ Փորկապությունը ամենատհաճ, ամենապրոբլեմատիկ գաստրոենտերոլոգիական խնդիրներից մեկն է, եւ մենք այսօր փորձելու ենք ստեղծել սննդատեսակների մի շարք, որոնք կլինեն եւ համեղ, եւ միաժամանակ կօգնեն խուսափել փորկապությունից։ Որպես ամենահամեղ տարբերակ մենք ընտրել ենք այսօր չիայով փուդինգը։ Բաղադրատոմսը հետեւյալն է՝ չիայի սերմեր 50 գրամ, կաթ 200 մլ, մեղր, ելակ կամ հապալած 50 գրամ, ընկուզեղեն 20 գրամ եւ անանուխ։ Ինչքան ժամանակ կպահանջվի Նայինե ջան նման փուդինգ պատրաստելու համար։ Եթե չի նախապես թրջենք, ընդամենը 5 րոպե կպահանջվի։ Ընդամենը 5 րոպե, բայց այն ամենագիր որն ենք համարում փորկապություն։ Փորկապություն է համարվում, երբ աղիները գործում են շաբաթական 3 անգամից քիչ եւ կամ դժվարությամբ։ Փորկապության պատճառները բազմազան են, կարող են առաջանալ սխալ սննդակարգից, քիչ ջուր խմելուց, քիչ շարժվելուց, ստրեսից, կարող են լինել որոշ դեղորայքների հետևանք, որպես եւ օրգանական խնդիրների դեպքում։ Շատ մարդիկ առավոտյան արթնանալիս անպայման ջուր են խմում, ասում ես ինչ ես խմում, լավ է նայում ջուր են խմում, ջուր խմելու մեջ ոչ մի վատ բան չկա, հակառակ ինչքան շատ ենքան լավ, բայց ասում են որպեսի փորկապություն չունենամ, կա այդպիսի բան, կամ ասում են որպեսի նիհարեմ։ Նիհարելու հետ կապված դա միֆ կարող եմ համարել, իսկ փորկապության որպես օժանդակ միջոց այո կարող է համարվել, քանի որ այն փափկեցնում է աղիների պարունակությունը եւ հեշտացնում է նրանց դուրս գալը աղիներից։ Իսկ կան հակառակը սննդատեսակներ, որոնք բերում են փորկապության, չգիտեմ, օրինակ բրինձը մենք բոլորս գիտենք, բայց կան սննդատեսակներ, որոնք մենք առօրյայում օգտագործում ենք եւ շատ-շատերը չգիտեն, որ իրականում սրանք փորկապության պատճառ կարող են դառնալ։ Կամ ինչ-որ համադրություններ։ Մթերքներից կարող եմ նշել բանանը, բայց բանանը երբ լինում է անհազ, այսինքն անհազ բանանը պարունակում է մեծ քանակությամբ օսլա, որը դժվար է ներծծվում, մնալով աղիներում երկար ժամանակ դժվարացնում է աղիների շարժունակությունը եւ առաջացնում է փորկապություն։ Բայց սովորաբար մարդիկ մտածում են, որ բանանը մարսողության համար շատ լավ է, չէ՞։ Եթե հասած բանան է, վիրահատված հիվանդներին խնձոր, բանան, բայց իրականում եթե եղավ անհազ, այո, այդ դեպքում կարող ենք ունենալ խնդիր։ Լավ։ Բնական ճանապարհով ոնց կարող ենք ինչ-որ ռեժիմ, ինչ-որ մի բան մտածել, որ մեր աղիները գործեն կանոնավոր։ Որն է ամենամաքսիմալ սահմանը, որը համարվում է նորմա։ Չգիտեմ, ամեն օր օրը 1, 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ դա նորմալ է թե ոչ։
3 անգամից ավելը արդեն նորմալ չի համարվում օրվա մեջ, ամեն օր պետք է գործի աղիները, քանի որ աղիների պարունակությունը մնալով աղիներում կարող են ներծծվել տոքսինները արյան մեջ եւ առաջացնել որոշ խնդիրներ։ Դրա համար ցանկալի է, որ աղիները գործեն ամեն օր, անել ամեն ինչ, կարգավորել, բնական ճանապարհով ինչ կարող են անել։ Ինչպես նշեցի, ջրի օգտագործումը շատ կարևոր է։ Ֆիզիկական ակտիվությունը։ Ինչ կապ ունի ֆիզիկական ակտիվությունը աղիների հետ։ Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է աղիների շարժունակությանը, պերիստալսիկ անելավանում, կծկողականությունը եւ խցանումներ։ Ստիպում ենք աշխատել։ Այո։ Ստրես, փորկապություն, այստեղ կապ կա։ Շատ մեծ կապ։ Աղիները սերտ կապված են նյարդային համակարգի հետ եւ այն հաճախ անվանում են երկրորդ ուղեղ։ Եվ ստրեսի նյարդային լարված վիճակի դեպքում կարող է նորից աղիների պերիստալսիկան շարժողականությունը վատանալ եւ առաջանալ փորկապություն կամ փորլուծություն հակառակը։ Ինչ է բջջանյութը ու ինչու ենք մենք միշտ ասում աղիների համար բջջանյութ, շատ բջջանյութ, այդ ինչ է։ Բջջանյութը բացատրել մեր հեռուստատեսության մրգերը, բանջարեղենը, օրինակ բջջանյութ, հա իրենք դժվարությամբ են, այսպես ասած, ներծծվում եւ նորից նպաստում է աղիների գործունեությանը, բայց շատ կարեւոր մի բան նշեմ, բջջանյութ օգտագործելու դեպքում շատ ժամանակ ունենում են հակառակ ազդեցությունը, օգտագործում են բջջանյութով հարուստ մթերքներ, որպեսզի կանխեն փորկապությունը կամ կարգավորեն, կարող են ունենալ կապություն, եթե չխմեն բավարար քանակությամբ ջուր, քանի որ նշեցի, նրանք չեն ներծծվում եւ կարող են առաջացնել խցանումներ աղիներում, հատկապես չիան։ Չիան պարունակում է օգտակար նյութեր, օմեգա 3, օգտակար ճարպաթթուներ, իմուն համակարգի համար է շատ օգտակար։ Ինչ որ վտանգներ։ Հակացություններ չունի միայն այն դեպքում, երբ որ մենք ուտենք ու չիմանանք, որ պետք է այդ դեպքում խմել բավարար քանակությամբ ջուր։ Այն կորչի աղիներում ջուր, այո։ Բջջանյութ ջուր, մրգեր ջուր, բանջարեղեն ջուր, ջուրը անպայման ջուրը անպայման պետք է օրվա ընթացքում մենք ունենանք, եթե չունենք իհարկե հակացություններ։ Բնականաբար։ Ոչ ոք ձեզ չի ստիպում 10 լիտր կամ 20 լիտր ջուր խմել, չկա դեմ բան։ Ամենացավոտ թեմային եկեք անդրադառնանք, խոսենք դեղորայքի մասին, որովհետև շատ հաճախ մարդիկ սկսում են օգտագործել դեղամիջոցներ փորկապությունից խուսափելու համար ու չեն հասկանում, թե որ դեղամիջոցը ոնց էր, ինչ էր եւ շատերին մենք շատ ենք տեսնում, կարծում եմ դուք ավելի շատ որպես գաստրոենտերոլոգ, բուժառուներ, որոնք ունեն կախվածություն։ Այո, ինքնուրույն դեղորայք ընդունելը դա շատ սխալ է, քանի որ կարող են առաջացնել նախ աղիներում խնդիրներ եւ բորբոքային խնդիրներ կարող են առաջացնել եւ աղիները ծուլացնել եւ կախվածություն այո կարող է առաջանալ այդ դեղորայքից։ Հերոստատիտողը կասի հա, առաջ 1 հաբ էի խմում, հետո սկսեցի 2-ը խմել, հետո 3-ը, հիմա մինչև 8 կամ 10-ը չեմ խմում, աղիները չեն գործում։ Եթե մարդու մոտ այո զարգացել է այսպիսի դեղորայքային կախվածություն, տարիներով խմել է, դե հիմա սխալ է, արել չի իմացել։ Վերջ ամբողջ կյանքում գնալով ավելի շատ դեղաչափերը պետք է բարձրացնի, թե կարող ենք փոխել, կարող ենք շտկել, հնարավոր է թե հնարավոր չէ։ Այո, դարձելի վիճակ է, ճիշտ կլինի, որ ժամանակին դիմեն մասնագետի, նախ պետք է դադարեցնել այդ դեղորայքի օգտագործումը, մասնագետը գտնում է պատճառը ու արդեն վերացնում է այլ համապատասխան դեղորայքով խնդիրը։ Այնպես որ պետք չի հուսահատվել ու պետք չի մտածել, որ վերջ դուք ամբողջ կյանքում պետք է դեղամիջոցներ գնալով մեծ ավելի դեղաչափերով խմեք։ Մեր պուդինգը արդեն պատրաստ է։ Այո։ Ցույց կտաս։ Այստեղ օգտագործել ենք նշեմ, որ հասած բանան, ինչպես բժշկական։ Մերը հասած է։ Եվ կարող ենք նաև բացառել եւ ավելացնել ցանկացած հատապտուղ կամ միգուցե նաև ջեմեր հատապտղային, ինչ որ մենք սիրում ենք։ Դոնդողանման պուդինգ ստացվեց, սա կարող է դառնալ հրաշալի նախաճաշ։ Նախաճաշ, այո, շատ համեղ եւ շատ հագեցնող, երկար ժամանակ։ Այսպես դուք ունի փորկապություն իրանք տանք։ Ձեզ նույնպես մաղթում ենք բարի ախորժակ եւ երբեք թող փորկապությունը ձեզ չտանջի։ Գնացինք առաջ, եղիր առողջներ հանրայինի եթերում։
Այսօր խոսելու ենք կոքսարտրոզի մասին։ Կոքսարտրոզը դա կոնքային հոդի արտրոզն է, երբ մաշվում են դեգեներացիայի են ենթարկվում հոդի մակերեսը կազմող աճառային հյուսվածքները։ Արդյունքում առաջանում է հոդի մաշվածություն, հոդաճեղքի նեղացում, ցավ, շարժումների սահմանափակում եւ ընկնում է կյանքի որակը։ Կոքսարտրոզը հանդիպում է տարբեր տարիքային խմբերի անձանց մոտ, առավել հաճախ հանդիպում է միջին եւ դրանից բարձր տարիքային խմբերում, սակայն ինչ-ինչ պատճառներով այն կարող է հանդիպել նաեւ առավել երիտասարդ տարիքի անձանց մոտ։ Կոքսարտրոզը դասակարգվում է առաջինից 4-րդ աստիճան։ Առաջին 2 աստիճանների դեպքում ցուցված է կոնսերվատիվ բուժում, այդ թվում կինեզոթերապիա, որը կարևորագույն դեր է զբաղեցնում կոքսարտրոզի բուժման հարցում։ Այժմ ցույց կտանք վարժություններ, որոնք կիրառում են կոքսարտրոզի բուժման նպատակով։ Կինեզոթերապիան օգնում է դանդաղեցնել կոքսարտրոզի զարգացումը։ Այս վարժության շնորհիվ բարելավում ենք հոդի շարժունակությունը, նվազեցնում ենք ցավը եւ լավացնում արյունամատակարարումը հոդում։ Այս վարժության օգնությամբ մեծացնում ենք կոնքազդրային հոդում զատման ամպլիտուդը, նաև միջհոդային ճեղքը։ Եթե ձեզ մոտ ախտորոշվել է կոքսարտրոզ, ապա խորհուրդ չի տրվում իրականացնել վարժություններ գերբեռնային բնույթի, կանգնած վարժություններ, ինչպես նաև վազք չոր մակերեսների վրա։ Ինչ հարգելի հեռուստատողներ, այսօրվա համար այսքանը, հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը այսօր գոնե մի քիչ ավելի շատ ինֆորմացիա ստացավ, թե ինչպես է պետք պահպանել առողջությունը եւ լինել առողջ։ Եղիր առողջներ հանրայինի եթերում։ Կհանդիպենք։